ես այստեղ եմ, որովհետև ասել եմ դեռ մի քանի տարի առաջ։ Ես համաձայն չեմ այս իշխանությունների քաղաքականության հետ այն բոլոր ոլորտներում, որի մասին մենք այսքան խոսում ենք։ Ես կցանկանայի այսօր խոսեի նախ եւ առաջ այդ քաղաքական անմեղսունակության նշաններով այն բոլոր հայտարարություններին, որոնք վերաբերվում են Մինսկի խմբի, այսպես ասած, լուծարմանը։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, Մինսկի խումբը ստեղծվել է ԵԱՀԿ-ի որոշմամբ, դեռ այն ժամանակ կազմակերպություն չէր, այլ համագործակցություն։ Եվ այն ժամանակ նա ստեղծվել է ոչ թե Հայաստան, Ադրբեջան հարաբերությունների շուրջ, այլ զուտ, եւ դա ճանաչվել է Արցախի ժողովրդի պայքարի Ադրբեջանի դեմ։ Հայաստանը երբեք չի եղել այդ հակամարտության կողմ։ Հայաստանը եղել է ընդամենը բանակցությունների կողմ եւ գտնում է, որ Հայաստանում եւ Արցախում եւ աշխարհում մեկ համապատասխան արձագանք չի եղել։ Նոյեմբերի 9-ին 20 թվականի անօրինական ստորագրությունը այն փաստաթղթի երակողմ հայտարարության դեմ, որը վերաբերվում է այնպիսի տարածքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների, որոնց վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, Հայաստանի Հանրապետության ոչ մի ղեկավար իրավունք չուներ այդպիսի հայտարարությունների տակ ստորագրել։ Այս առումով կրկնում եմ, պահանջում ենք բոլորս, այստեղ մասնակիցներս եւ նրանք, ովքեր դեռ չեն եկել եւ այլ տեղերից են մեզ լսում, դադարեցրեք Մինսկի խմբի համանախագահության ցրելու մասին ձեր անօգնական, ձեր անգործունակության մասին խոսող հայտարարությունները։ Պահանջում ենք օր առաջ Ռուսաստանից, նահանգներից եւ Ֆրանսիայից վերականգնել Մինսկի խմբի աշխատանքը։ Երկրորդը, որը ես օր ու գիշեր կարծում եմ պետք է Հայաստանի Հանրապետությունում եւ հայությունը գիշերը արթնանա եւ սրտիցս արյուն է կախում, կաթում, դա մեր անօրինական ձևով Ադրբեջանի մարդասպան ռեժիմի տակ գտնվող մեր հարազատ, ես գիտեք, չեմ էլ կարողանում արտահայտել, դրանք մեր տան անդամները պետք է մենք հաշվենք։ Ամեն մեկը պետք է մտածի, որ իր տան անդամը այսօր գտնվում է խոշտանգումների, դաժան վերաբերմունքի բոլոր ձևերի ներքո Ադրբեջանում, որը գործում է այդ անձանց նկատմամբ չէ, այդ միջազգային իրավունքի դեմ հանցագործությունները։ Եվ դա կոչվում է մարդասիրության դեմ հանցագործություն։ Պահանջում ենք այդ գործնախարարությունից դադարեցնել այն անիմաստ խոսակցությունները, որ մենք ինչ անում ենք, գաղտնի ենք անում։ Ձեր գաղտնի արածների պատճառով է, որ այսօր Ադրբեջանում են գտնվում այդ անձինք։ Պահանջում ենք օր առաջ նեյտրալ պետության դիմել, թեկուզ նույն Շվեյցարիայի, դիմել բոլոր բարեկամական հարաբերություններ Ադրբեջանի հետ ունեցող պետություններին, օր առաջ վերադարձ մեր անօրինական Ադրբեջանում պահվող մեր եղբայրներին։